Արցախի էջը կոնկրետ իմ ու իմ հետ ծառայած ու կռվի հետ ժամանակ մասնակցած տղերքի համար երբեք չի կարա փակ լինի, որովհետև Աստված չանի, եթե ինչ-որ մի հատ կամ մի օր ինչ-որ մի հատ պատրվակ լինի, որ մենք հասկանանք կարող ենք այդ ամեն ինչը հետ բերել, մենք բոլորս ենք գնալու արդեն այդ ժամանակ, որ հետ բերենք, որովհետև պահել հանձնել դա շատ դժվար է։ Ու իմ այդ հարցի պատասխանով, որ իմ հետ ծառայած ու այդ հողի համար կռված մարդկանց համար այդ հարցը երբեք չի կարա փակված լինի, ինչքան է ուզում դա թե դե յուրե դե ֆակտո ճանաչում են։ Իսկ խաղաղություն իրանց հետ, չգիտեմ, ինչ-որ ուղիներ փնտրելու կամ եւ այլն, ինձ թվում է իրենց հետ մենք երբեք չենք կարող խաղաղ ապրել, երբեք։ Խաղաղ ապրելն էլ մի կողմ, մենք չենք կարա իրանց աչքերի մեջ նայենք։ Նայենք էլի վաղը չեմ յոսորը մի վատ բան լինելու է, էլի հաստատ։ Բայց ինչը վերաբերվում այդ Արցախի հարցի փակմանը, դա երբեք չի կարող փակ լինել, երբեք։ Դա օրերից մի օր էլի հաստատ ինչ-որ մի բան լինելու է, որ կամ էլի մենք ենք ոտք դնելու այնտեղ, կամ էլ չգիտեմ։ Բարև ձեզ, ես Գարիկն եմ, 24 տարեկան, ապրում եմ քաղաք Վանաձորում։ Մասնակցել եմ Արցախյան 44-օրյա պատերազմին, եղել եմ Խոջալու զորամասում, պատերազմին մասնակցել եմ Աղդամի շրջանում, եղել եմ տանկի հրամանատար, այնուհետև տեղափոխվել եմ MTLB տեխնիկայի հրամանատար։ Պատերազմը սկսելու ժամանակ սեպտեմբերի 27-ի առավոտյան ոչ մեկս չէինք պատկերացնի, որ այդ տիպի մեծամասշտաբ պատերազմ կլիներ ու այնպես էլ էր, որ չգիտեինք էլ մենք, որ պատերազմ կլինի, որովհետև անընդհատ մենք ստանում ենք, որ զորավարժությունները բան ու ամեն ինչ նորմալ է, խնդրում ենք խոճապի չմատնվել, այսինքն ամեն ինչ սկսվել է շատ հանկարծակի։ Առաջ մոտակա մի քանի օրը սնունդից ու ջրից մի քիչ այսպես ասած խեղճանում ենք, որովհետև դա ինձ թվում է նորմալ էլ է, հանկարծակի ա եղել ու ոչ մեկ չի պատկերացրել ինչ մասշտաբի ա լինելու, բայց ժամանակի ընթացքում արդեն հասնում էր թե օգնությունը, թե ջուրը, ամեն ինչը, թե մեր քնապարկերը, որի մեջ մենք գիշերը քնում ենք, թե պետք որ քնում ենք հողի տակ, բայց դա որևիցե նշանակություն չունի, բոլորս է հասկանում ենք, որ դա պատերազմ է։ Զգացողությունները չես կարա այսպես փոխանցես, որովհետև ամեն դեպքում ես չեմ էլ ուզի ասեմ, որ դա պետք է մարդ զգա, որ հասկանա, թող ոչ մի անմեղ երեխա չզգա դա ինչ է, ու ոչ մի ծնող չզգա, որովհետև ծնողի համար եռակի քառակի հնգակի անգամ դժվար է այդ ամեն ինչը տանելը։ Իսկ զգացողություններն այսպես չեն կարող փոխանցել, որովհետև իրականում այնպես էլ չէր, որ մենք դա անընդհատ զգացել ենք այդ process-ը, որ կարողանանք շատ հստակ փոխանցել, բայց մի բան կարող եմ ասել, զգացողությունը ոչ թե շատ է զգացողություն, այլ դու հասկանում ես որոշ ժամանակ անց դու ինչի մեջ ես ու ինչ կարևոր գործի մեջ ես դու, այսինքն քո ամեն մի քնելուց, արտանալուց ու կրակելուց կարող է կախված լինի ամբողջ մի, չգիտեմ, ազգի պատմություն։ Այդ պատճառով զգացողություն ասել ու բացատրել շատ դժվար կլինի դա, որովհետև ամեն մարդ էլ ու այն մարդիկ հատկապես ովքեր որ մասնակցել են այդ ժամանակ, իրենք էլ հստակ չեն կարող բացատրել, թե դա ինչ է։ Հույսեր ունեինք, որ բոլորս հույս ունեինք, որ հաղթելու ենք, թեպետ մենք հաղթել ենք, շատ կարևոր հատկանիշներից էր մեր հրամանատարների թե հրամանները ու թե կառուցողական դիրքը, որովհետև իրենց շնորհիվ է ու իրենց մասնակցությամբ է, որ եթե ինչ-որ մի մասսա հա տղերքի ողջ են մնացել, իրանց շնորհիվ է, որովհետև իրանք իրոք կարեցել են ճիշտ ղեկավարեն ու ճիշտ ուղղորդեն մեզ։ Իրականում ինձ թվում է այդ ժամանակ եթե հայտարարվեր էլի մեծամասշտաբ պատերազմ, էլի ամբողջ ազգը ոտքի էր կանգնելու։ Չի հայտարարվել, դա եղել է թե ես չգիտեմ ինչ ուժերով ա եղել, ամենայն դեպս հանձնումը բոլորիս կողմից ինձ թվում է ճիշտ չի դիտարկվում, որովհետև այնտեղ տղեկ են սողվել ու այնտեղ իրոք արուն է թափվել։ Թե որոշ ժամանակ 30 տարի, թե 40, թե 50 տարի հետո ինչ կլինի, արդեն ոչ մեկս չեն կարող ասել, բայց այս պահին ունենք այն ինչը որ ունենք։
Զգացողությունները շատ ծանր են, որովհետև դու գիտես այնտեղ ում ես թողել, ու ինչ ես թողել, ու ուր ես եկել, ինչ թողած կամ ում թողած։ Բացի այդ էլ թե մեր պատմամշակութային վայրերը, թե մեր կոթողները, թե մեր խաչքարերը, թե մեր եկեղեցիները, ամեն ինչը թողնել այնտեղ ու գալ, դա ինձ թվում է մի քիչ տանելի չի։ Ու ես կցանկանամ, որ մեր եկող սերունդը դա ընդհանրապես չտեսնի, թե ինքը ոնց է իր տունը թողնում ու գալիս։ Այդ տան բանալին իր հետ, որ այնտեղից ինքը բերում է այստեղ փակած դռները, իր հիշողությունները գնա ու բացի ու էլի այդ տան մեջ տեսնի։ Պատերազմը երբ որ ավարտվեց, մենք այդ ժամանակ պետքա գնայինք արդեն Շուշի, հենց այդ օրը առավոտյան պետքա մենք գնայինք Շուշի ու արդեն այնտեղ ճակատամարտի մեջ մտնեինք։ Մենք պարկել էինք տեխնիկայի մեջ ու սպասում էինք հրամանի։ Զենքներս սպահած։ Մեզնից հասնելու էր միայն լսել տագնապ հրամանը ու մենք տագնապով շարժվեինք։ Ուրեմն այդ տեխնիկայի դռները փակվում էր ներսից։ Ես ու իմ ընկերը Արթուրը, իմ մեխանիկ վարորդներ ինքը, net պարկած էինք մեջքի վրա ու դե քուն չես կարող քնես այդ ժամանակ, էլի։ Անընդհատ ականջդ են, որ sense այնտեղ տարակում են ռումբերը եւ այլն, սպասում ես, որ պետք է հրամանը տան ու գնաս։ Եկել է մի հատ ժամ, այս մեր տեխնիկայի դռները ջարդում են, sense Կրոյան, Արթուր, դες գոռոցները ու մեզ թվաց տագնապ արդեն, դե այդ ժամանակ միանգամից նստեցինք, ու այդ տեխնիկայի դռները, որ ներսից փակեցինք, ասում են, տղեկ ասում են, կռիվը պրծել է, ու այնտեղ նայում ես մի կողմ, որ կեսը այնտեղ լաց է եղնում, կեսը ուրախանում է, կեսը չգիտի ինչ անի, ու դու էլ այդ պահին արդեն շոկի մեջ ես եղնում, դա չգիտեմ, մի կողմից դու ուրախանում ես, որ պատերազմը վերջացել է, որ վերջ էլ զոհեր չեն լինելու, մյուս կողմից է տխրում ես, որովհետև այդ ամեն ինչը հանձնվեց։ Այդ շատ վառ դեպք եմ ես դա հիշում, դաժե որ մենք մի պահ չէինք հավատում այդ ամեն ինչին, անգամ որ չէինք հավատում այդ ամեն ինչին ու մի քիչ մեր տեխնիկաներից հեռացանք, ուզում ենք լսենք արդյոք էլի պայթյունի ձայներ կա թե չէ, որտեղ չէինք հավատում դրան։ Ասում ենք երևի ինչ որ 10-15 րոպե հրադադար է, բայց որ արդեն իմացանք ռուս խաղաղապահները արդեն իսկ Ղարաբաղում են, այդ ժամանակ արդեն լրիվ հանգստացանք։ Այդ էր, որ տենց համ ուրախացանք, համ չգիտեինք ինչ անեինք էլի։ Երանի ասում եմ, նենց մի հատ բան եղներ, որ դու կարողանայիր, չգիտեմ, թեկուզ կյանքիցդ 5 տարի տայիր ու գնայիր մի հատ այնտեղ։ Ես օրինակ Արցախում ապրած ծնված ավելի շուտ ու ապրած մարդ չեմ, բայց այնտեղ ապրել եմ 1 տարի։ Եթե պատերազմն է դնենք մի կողմ, Արցախը ինձ համար լրիվ ուրիշ տեղ էր, որովհետև այնտեղ ամեն ինչն էր ուրիշ։ Ես միշտ ասում եմ, եթե մի հատ հնարավորություն լիներ քո կյանքից 5 տարի տայիր, բայց գնայիր այն տեղը, որտեղ որ դու թողել ես եկել ես այստեղ ու չգիտես ինչ պատճառով ես թողել եկել այստեղ։ Ես այդ ամեն ինչը կանեի, որովհետև Արցախը այսօր մի հատ լրիվ ուրիշ տեղ է բոլորիս համար։ Նայեք, իրականում այն ժամանակ, երբ որ զինվորը գնում էր բանակ, ինքը գնում էր հաղթանակած բանակ։ Այսինքն ծնողը երեխային ճանապարհում էր բանակ ու ասում էր իմ տղեն պետք է գնա ծառայի գա։ Իսկ հիմա ճանապարհում են բանակ, ասում են իմ երեխան հետ գա։ Այսինքն ծնողը այսօր իր երեխային վախենալով է ճանապարհում բանակ։ Այն ժամանակ ինչն էր, որ մենք գիտենք գնում ենք հայոց բանակ, հայկական բանակ, պաշտպանական բանակ, ծառայության 2 տարով մեր պարտքը տալու ու հետ գալու։ Իսկ կռվից հետո երազանքը ու նպատակը փոխվեց նրան այդ առումով, որ ես միշտ երազում եմ, որ այդ ծնողը արդեն իր երեխուն էլի ուղարկի հաղթանակած բանակ, որ վստահ լինի, որ իր երեխան հետ է գալու։ Ինձ հետ բոլորն է կհամաձայնեն, որ Ղարաբաղի ու Հայաստանի ծառայությունը լրիվ այլ ձև էր։ Այսինքն Ղարաբաղում ծառայող հրամանատարների ծառայությունն էր այլ ձև, որոնք որ շատ լավ ազդեցություն էին ունենում մեր վրա, սկսած խստությունից, չգիտեմ, վերջացած կանոնակարգով, որ ամեն ինչը գնում էր շատ հստակ։ Կասեմ, որ ամեն դեպքում կյանքում հույսը չկորցնեք, որովհետև դա ամենավատ բանն է։ Եթե մի պակռվի ժամանակ մենք բոլորս մեր հույսը կորցնենք, այսօր վախենամ Հայաստանն էլ չլիներ։
կյանքում չկորցնեք ձեր ինքնատիրապետումը ու շարժվեք ձեր սրտով ու ձեր ուղեղով, ամենակարևորը։ Երթման մեջ մի հատ լավ կետ կա, ասում է ենթարկվել հրամանատարներիս հրամաններին։ Միշտ մնացեք այդ երթման մեջ ու հանկարծ չտրժեք այդ ամեն ինչը, որովհետև տառապանքը տարիների փորձ ունի։